Ողջույն իմ սիրելի հետևորդներ։ Այսօրվա մեր դասը կլինի առաջին դասը նաև սկսնակ անչափահասների համար, ինչպես եւ խոստացել էի։ Եթե դուք երկար արդեն դիտում եք, տեղյակ եք, որ դասեր անցկացնում եմ նաև սկսնակ չափահասների համար, եւ խոստացա, եթե ձեռք բերեմ այս գրքի անգլերեն տարբերակը, հրատարակությունը համընդհանուր, այնժամ կանցկացնեմ նաև դասերը սկսնակ անչափահասների համար։ Այս գիրքը դուք էլ կարող եք առցանց ուրեմն ձեռք բերել, շատ մատչելի է ասեմ, եւ նաև CD է պարունակում իր մեջ, տեսնում եք, կարող եք ինքներդ ամեն մի դասը լսել։ Սա նույնպես առաջի դասարանի համար է 4 տարեկանից սկսած։ Իհարկե ծնողները պարտադիր պետք է լինեն երեխայի հետ, որպեսզի կարողանան օգնել երեխաներին, իսկ եթե դուք ճանաչելով ձեր երեխայի ունակությունները, ասենք 7 տարեկանից բարձր երեխաները, կարող եք մի քանի դաս հետո նույնիսկ ինքնուրույն թողնել այս դասերը հետևելու համար։ Տեսեք, այստեղ նաև կա գիրք, որը հոլանդերեն է, անգլերեն տարբերակը չեմ գտնում, բայց այստեղ թեորիայի տեսության գիրքն է, քայլ առ քայլ է կոչվում։ Երբեմն կօգտագործեմ նաև այս գիրքը եւ կտպեմ, չեմ մոռանա, որպեսզի ամեն մի էջը տեղադրեմ իմ post-երում, դուք այն օգտագործեք, կարողանաք այն օգտագործել։ Չմոռանամ ասեմ իմ օտար հետևորդներին, որ դիտեք այս դասերը համակարգչով։ Եթե ուզում եք հետևել այս դասերին, դա համակարգչով այդ subtitle-ը անգլերեն է թարգմանում, իսկ հեռախոսով, հեռուստացույցով այն հայերեն է։ Դրա համար ես շատ եմ խնդրում ու կոչանում իմ հայրենակիցներին հայերեն լեզվով շատ վիդեոներ նկարեք, թող YouTube-ը ճանաչի հայերեն լեզուն, որպեսզի կարողանաք այսուհետ արդեն անգլերեն, ու տարբեր լեզուներով subtitle ունենաք, այդ ենթատեքստը, undertitle ենք ասածը, որպեսզի բոլոր աշխարհում բոլորին հասանելի լինի։ Երկրորդ էջ։ Այստեղ հղումը դեպի ծնողներին է։ Մենք որպես ծնող պատասխանատվություն ենք կրում, երեխաների համար նրանց ուսման, կրթության մեջ, առաջընթացի մեջ, շատ կարևոր է։ Ինչպես նաև երաժշտության մեջ, եթե ընտրել ես երաժշտությունը, ապա երեխայիդ պետք է օգնես սեր եւ հետաքրքրություն առաջացնես դեպի երաժշտությունը, նրան ոգևորելով, որ ինչու համար ենք սովորում դաշնամուր նվագել, երաժշտությունը ինչի համար է կարևոր։ Երաժշտությունը դա մի նոր համաշխարհային լեզու է, կապը աշխարհի հետ, շատ կարևոր է։ Երաժշտության մեջ արդեն երեխան ձեռք կբերի կարգապահություն, արդեն կանոնադրությունը պարապմունքների մեջ, որ ամեն օր երեխայի հետ պետք չէ շատ չարչարել երեխային ժամերով, պարապելու մեջ, այս գիրքը արդեն կրկնություն է, հեշտացված է, ուղղակի պետք է միասին պայմանավորվեք, օրը մի փոքր, որոշ ժամանակ տրամադրեք կրկնության համար դասը, ինչ որ տրված է ամեն դասում։ Սա է պարունակում ցախ կողմում։ Իսկ աջ կողմը ուսուցչին է վերաբերվում, մենք ուսուցիչներս պատասխանատվություն ենք կրում, որ քայլ առ քայլ այս գրքում պարունակող, գիտելիքը հանձնենք, մատչելի ձևով երեխային, բայց իհարկե ծնողի մասնակցությունը ինչու համար է կարևոր։ Միգուցե դուք հասկանալով ձեր երեխայի ունակությունները, նրա հասկացողությունը, միգուցե ուսուցիչը դժվար բառեր է օգտագործում, այնքան էլ հասանելի չէ ձեր երեխային։ Դրա համար ձեր երեխաները քանի դեռ փոքր են, ավելի լավ է, որ դուք իրեն բացատրեք իրենց իսկ լեզվով։ Սա եւ ներառում է այս կողմում, իհարկե տրված է էջ առ էջ, արդեն տրված է ձեր երեխաները ինչ տեսակի ծանոթ, անծանոթ ստեղծագործությունների հետ կծանոթանան, կնվագեն արդեն, դուք էլ ինչու՞ չէ արդեն կողքից կլսեք, միգուցե դուք էլ մի նոր բան կբացահայտեք ձեր համար, սիրելի ծնողներ, այնպես որ մասնակցություն ունեցեք եւ կաշխատեմ վիդեոները շատ երկար չանել, երևի ինչպես կարգն է, դասաժամը կես ժամ, իսկ եթե երկար է, կարող եք կես-կես դիտել։ Արդեն կանցնենք հաջորդ էջին։
Անցնում ենք երրորդ էջին, այստեղ պատկերված է աշակերտը ինչպես է նստում դաշնամուրի առջև, ամեն առաջին դասին անցնում ենք սա, և դաշնամուրը դա անվանումը եկել է իտալերենից fortepiano, forte բարձր հնչողություն, piano ցածր հնչողություն, հա, forte piano և կարճ ասում ենք piano հայերեն անվանումն է դաշնամուր։ Անցնենք առաջ, how to sit at the piano, ինչպես նստել դաշնամուրի առջև, sit tall, նստիր ուղիղ, տես մեջքը ուղիղ, շատ կարևոր է, lean slightly forward, այսինքն փոքր ինչ, տես առաջ է թեքվում, հա, փոքր ինչ, let arms hang loosely from shoulders, և թևերը փոքր ինչ պետք է ծալել ներքև, հա, չպետք է բարձրացնել ուսերը վերև, որպեսզի լարվածություն չառաջանա, bench must face piano squarely, նստարանը պետք է դեմ դիմաց լինի դաշնամուրին, ոչ աջ, ոչ ձախ, հա, պետք է դեմ դիմաց լինի, knees slightly under keyboard, իսկ այս ծնկները պետք է փոքր ինչ ստեղնաշարի ներքևում գտնվի, չպետք է նստեք շատ առաջ և ոչ շատ հետ, feet flat on floor, իսկ ոտքերի թաթերը պետք է լինի հենց հատակի վրա, ամուր հատակի վրա, right foot may be slightly forward, իսկ պետք է այդ աջ ոտքը քիչ առաջ հրենք, հա, իսկ ասում է, you may place a book or stool under your feet if they do not reach the floor, ասում է, եթե տեսեք երեխան ոտքերը չի հասնում, փոքր է, ոտքերը չի հասնում հատակին, այնուհետ պետք է օգտագործեք փոքրիկ աթոռակ կամ ինչ որ տախտակներ գրքեր տեղադրեք, որպեսզի ամուր ոտքերը կարողանա դնի հատակին կամ այդ առարկայի վրա, ինչու համար, որ հստակ երեխան կարողանա իր ձեռքերի շարժը կատարել ստեղների վրա, եթե դուք ուղիղ նստում եք, ձեր մեջքը ամուր է, հա, և կարողանում եք ավելի լավ նվագել, դաշնամուրի ուսուցչուհին պետք է ձեզ անընդհատ նկատողություն անի, եթե դուք կոր եք շատ նստում, դա լավ չի հետագայում ձեր առողջության համար, սա ասենք նստելու դիրքի մասին էր, և այստեղ ինչ է ասում, pianos come in several different sizes and styles, which kind of piano do you have, ասում է, պիանոյի տեսակները, հա, կան տարբեր չափսերի և ստայլերի, և ասում է, որ պիանոն դու ունես, որ դաշնամուրն է ձեր տանը հիմա դրված, դե սա գիտենք արդեն digital պիանոներն են, digital, հա, հիմա արդեն նոր ոչ շատ ծանր պիանոներն են, որ ավելի մատչելի է, հասանելի է, ու հեշտ է տեղափոխել է առանց լարի, հա, պետք չէ լարել ու հոսանքով է, ականջակալներ ունի, կարող ես ինքդ լսել մենակ, սա եկել է արդեն 19-20-րդ դարից եկել է, որ հոփ, փոփ երաժշտությունը, որ դուրս է եկել, ռոք, հա, այդ ժամանակ նվագել են, սա այդ ժամանակ շատ հարմարավետ է եղել, սա խորհուրդ չեմ տալիս սկսնակ, մանավանդ փոքր երեխաների համար, որ սկսում են, որովհետև այստեղ դու հնչյունները չես կարող բարձր և ցածր ինքդ կառավարել, հա, սա ոնց որ մի հնչյուն գնում է, ինքը բարձր ու ցածր կառավարում չկա, հա, անցնենք առաջ, այստեղ արդեն spinet պիանոն է, upright պիանո, սրանք ուղղահայաց լարային պիանոներն են, հա, դաշնամուրներն են, որ տախտակի վրա սենց ուղղահայաց կանգնած են լարերը, ասենք հորիզոնալ, բայց սենց թեքված, բայց ուղղահայաց, ինչի համար, որովհետև որ շատ տեղ տարած չզբաղացնի, տներում, ասենք, հարմար է դրվել է, էլի, ինքը ավելի փոքր են կլավիսիմբոլ, երևի գիտեք Բախի ժամանակներում, այդ պիանոները փոքր տարածք էին զբաղում, փոքր ինչ իրանք ավելի հաճելի, իրանք տոնայնությունը ցածր տոնայնության ու ստեղնաշարը ողջ ամբողջությամբ էր, հա, քան այստեղ ողջ տոնայնություն, այլ ցածր ու քիչ ստեղնաշարով, բայց հնչերանգը ավելի հաճելի է, լավ է սկսնակների համար, սա էլ ավելի բարձր է, ավելի ծանր կշիռ ունեցող դաշնամուրներ են, ու այն ժամանակ ավելի թանկ արժեին, սրանք օրինակ խորհուրդ կտամ,
Իսկ սա մեծ գրանտ պիանոներն են, ռոյալ, մենք բոլորս է գիտենք, հա, որ սա շատ տեսնում ենք համերգասրահներում, մեծ տարածությամբ, ասենք, համերգասրահներում, դպրոցներում, կոնսերվատորիայում, ինչու՞ չէ, ամենտեղ կան այս գործիքները։ Ինչի համար է սա շատ լավ պրոֆեսիոնալ նվագողների համար, որ համերգներ են տալիս, տեսեք, սա արդեն լարերը ինքը ոչ թե ուղղահայաց է կանգնած, այլ պառկած են, այսպես հորիզոնտալ, հա, ու ինքը հորիզոնական ու թեքությամբ մի քիչ աջ, հա, այսպես լարերը դեպի ստեղները փռված են, ու ինքը, քանի որ այսքան մեծ է, դրա համար էլ մեծ հնչողություն ունի։ Դրա համար զալերում են դնում, որպեսզի այդ հնչյունը մեծնի, սրանց հնչյունները, հնչողությունը այդքան մեծ չէ։ Սա է ընդամենը տարբերությունը, բայց խորհուրդ եմ տալիս, կա նաև այս տեսակի հիմա դաշնամուրներ, ավելի փոքր տարբերակը, որ ունի բոլոր ստեղները, հա, բայց ինքը ավելի փոքր տարբերակն է ու ավելի փոքր հնչողությամբ։ Դուք ինքներդ արդեն կորոշեք ինչ դաշնամուր եք ուզում ունենալ։ Այսքանը այսօրվա դասի համար, խնդրում եմ, եթե հավանում եք, սեղմեք լայքի կոճակը եւ տարածեք, միգուցե ուրիշները նույնպես հավանեն եւ հետեւեն իմ էջին։ Հաջորդ դասը արդեն կանցնենք 4-րդ եւ 5-րդ էջերին։ Շնորհակալություն, որ դիտում եք, հաջողություն։